Եկել եմ ռևմատոլոգի մոտ արձակուրդը, մոտի նորից տանջում եմ մի 8-10 օր։ Առողջական խնդիրներ ունեցող այս տղամարդն իր պարտադիր ապահովագրությունից օգտվելու համար ստիպված կլինի մի որոշ ժամանակ էլ սպասել։ Ոչ բժիշկն է գործի եկել, ոչ էլ համակարգն է ամբողջությամբ պատրաստ։ Թեև առողջության համընդհանուր ապահովագրությունը հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել, Երևանի թիվ 19 Բանգլադեշի պոլիկլինիկայում չեն թաքցնում։ Տեխնիկական ցուցումները նոր են ստանում։ Գնային այսօր ենք ստացել, այո, այսօր ուսումնասիրում ենք տնօրինության հետ, այո, այսօր ենք ստացել։ Ազատության այցի ընթացքում բուժհաստատությունում ապահովագրությանն առնչվող փաստաթղթերի մի նոր փաթեթի էին ծանոթանում, որի համար նույնպես ժամանակ է պետք։ Պոլիկլինիկայի փոխտնօրեն Զարուհի Հարությունյանն ասում է, իրենք այս պահին պատրաստ են 90%-ով, նոր աշխատակիցների կարիք ունեն։ Գիտեք, մի քիչ մարդկային ռեսուրսներ պետք է ավելացնենք, որոնք որ զբաղվելու են զուտ ապահովագրությունով։ Տվյալ բաժին կստեղծվի այդպես, որը ինքը կզբաղվի ապահովագրությունով։ Տարեվերջին հրատապ ընթացակարգով ընդունված օրենքով այս տարի առողջության ապահովագրությունից պետք է օգտվեն 65-նանց մարդիկ, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված զինծառայողների հարազատները, նպաստառուներն ու 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողները։ Շահառուների շրջանակը հաջորդ տարիներին կմեծանա։ Համակարգի առանցքային օղակը հենց պոլիկլինիկան է։ Քաղաքացիները պետք է մոտենան իրենց թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ Զննությունից հետո բժիշկները կքննարկեն, կարիք կա արդյոք հիվանդանոցային բուժման։ Մինչև ԱԱՊ բժշկի մոտ այցելություն չկատարվի, ապահովագրական այդ գործընթացը չի կարող սկսվել։ Տեխնիկական զանազան հարցերից զատ առայժմ չեն ընտրել նաև այս համակարգի միասնական օպերատորին, որն էլ պետք է ապահովեր առողջության համապարփակ ապահովագրության թվայնացված գործարկումը։ Առողջապահության նախարարությունը միայն մի քանի շաբաթ առաջ է այդ նպատակով մրցույթ հայտարարել։ Փորձագետների կարծիքով առանց այս խնդիրները լուծելու համակարգն արդյունավետ չի գործի։ Քաղաքացիներն էլ առայժմ թերահավատ են։ Նախ այնքան բան են ասում ճիշտ է, բայց հետո դուրս է գալիս որ սուտ է։ Թոշակն էլ էին ավելացնում ճիշտ է, հետո արդեն թոշակն էլ չեղավ, անցավ։ 70-նանց կինը համակարգի մասին շատ բան չգիտեր։ Մեզանից էր փորձում հասկանալ, թե ինչն ինչոց է։ Չէ, ինձ ոչ մեկը ոչ մի բան չի ասել։ Ոչ ոք։ Բայց որտեղ կարա պիտի գնանք, ինչ պիտի անենք դա։ Այստեղ պիտի անեն։ Տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հունվարի 1-ից մեջբերեմ հիվանդանոցները չգրոհել։ Ազատության փոքր հարցումն այսօր ցույց տվեց, որոշ մարդիկ անգամ տեղյակել չեն առողջության ապահովագրության մասին։ Չէ, չգիտեի, ապահովագրվում է, շնորհակալություն, չգիտեի։ Մինչ առաջնային օղակում պոլիկլինիկաներում չեն հերքում, որ դեռ ամբողջությամբ պատրաստ չեն մեծածավալ փոփոխություններին, կառավարությունը հայտարարում է մեջբերեմ համակարգը լիարժեք ներդրվել է։ Հունվարի 1-ից սկսած 771 մարդ արդեն օգտվել է առողջության ապահովագրությունից։